Դատապարտյալների հիվանդանոցում կրկնակի տոն էր։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել էր գունեղ միջոցառում, որը հնարավորություն տվեց դատապարտյալներին տեսնել եւ ժամանակ անցկացնել իրենց փոքրիկների եւ ընտանիքի անդամների հետ։ Միջոցառումն Արդարադատության նախարարության վերասոցիալականացման ծրագրի կարևոր բաղադրիչն է։ Ներկայումս վերասոցիալականացման աշխատանքներում մենք ընդգրկել ենք կապը ազատազրկված անձի կապը իր ընտանիքի հետ։ Նմանատիպ միջոցառումներով ցանկանում ենք ընտանիքի հետ կապը իրանք չկորցնեն։ Սա խթան է, որպեսզի հետագայում ազատազրկված անձը ազատվելուց հետո հեշտ ինտեգրվի քաղաքացիների հետ, բնակչության հետ, հասարակության հետ։ Խաղեր, երգ ու պար, գունագեղ նվերներ, ամեն ինչ արվել էր երեխաներին ժպիտներ պարգևելու համար։ Դատապարտյալ Վարդան Պետրոսյանի համար այս օրը իսկական տոնի է վերածվել, քանի որ իր երեխաներին եւ կնոջը տեսնելու հնարավորություն է ստացել։ Երբ որ քո երեխան տոնում է ուրախա, դու իր հետ հավասար դաժե մի բան ավել տոնը մեզ ուրախանում իր բարձիկով։ Սա թե մեր երեխաների, թե մեզ համար տոն է ու մեր երեխաներին ու մեր ընտանիքի անդամներին եւս մեկ անգամ տեսնելու ուրախացնելու հնարավորություն մեզ տվեցին։ Վարդան Պետրոսյանի կինը Էթերի Ասատրյանն էլ ասում է, երբ երեխաներն իմացան, որ տեսնելու են իրենց հայրիկին, շատ ուրախացան, անհամբեր սպասում էին, թե երբ է գալու այս օրը։ Սա յուրահատուկ պահ է, որ հնարավորություն է տրվում, որ բալիկները իրենց ծնողների ներկայությամբ վայելեն այս ամեն ինչը։ Առաջինը նախ շատ հոգեբանական խորը մոտեցում ունի իմ համար սա ու նաև շատ մեծ մարդկային վերաբերմունք է դատապարտյալ կալանավորների ընտանիքների նկատմամբ։ Օրն ամփոփվեց ազատությունից զրկված անձանց եւ նրանց երեխաների համար կազմակերպված ծնողավարման հմտություններ թեմայով խմբային հոգեբանական աշխատանքով։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Լուրեր։